Մենք սահմանափակում չունենք տարիքային եւ 6 տարեկանից սկսած մինչեւ 65 տարեկան շահառու ունենք եւ բոլորը սիրով գալիս եւ սովորում են մեր նպատակն է պահել մեր ինքնությունը այսինքն պետք է նպատակ ձևավորել հետո նոր գնալ այդ ճանապարհով ուղղակի անել այդպեսի ծրագիր որ ուղղակի մշակութային ծրագիրը թե ինչ կլինի դրա մեջ ինչ կա վնաս է տալիս թե օգուտ է տալիս, այդպես չի կարելի։ Պետք է նպատակը ձևավորել եւ գնալ այդ ուղղությամբ։ Իմ պատկերացումները, իմ տեսլականը հողը պահելու համար հող բահող է պետք։ Դրա համար ինքնությունը պետք է պահել, մնանք մեր տեսակի մեջ եւ այդ ուղղությամբ մենք աշխատում ենք։ Այո, համաշխարհայնացումը շատ խնդիրներ է առաջացնում, դրա մեջ լավ բաներ են կան։ Բարոն Աթանասյանն ինքը այ դրա մասնագետն է, բայց մի շատ կարևոր խնդիր կա։ Մենք ինչ ենք ուզում, այ բովանդակությունն է կարևոր, մեր նպատակը, մեր ինքնությունը բայել, այսինքն մեր ինքնության անվտանգությունը, եւ այդ ուղղությամբ պետք է այո, պետական հատուկ ռազմավարություն լինի, որովհետեւ մենք կարողանանք պահել մեր ինքնությունը։ Այսօր այնինչ հիմնականում լինում են նախորդ պանելի ժամանակ էլի բարոն Բելյանը խոսեց դրա մասին Գագիկ Կինոսյանը, Արթուր Շանազարյանը, չէ Գորյունը, մյուսը անհատները անում են, բայց հատուկ պետք է հենց մեր պետության ծրագրի մեջ հատուկ ռազմավարություն պետք է լինի ինքնության պահպանման։ Եվ այս ամենիցից ելնելով գալիս ենք, թե ինչքան է կարևոր մշակույթի, մեր ազգային մշակույթի տարածումը մեր հասարակության մեջ հատկապես մարզերում։ Հիմա կա ուսումնասիրություն, որ 70%-ը այո չկան ոչ մի տեսակի զբաղվածություն, այսինքն մշակույթին ուղղված որևէ ծրագիր, բայց ես պիտի ասեմ մի բան, դուք ասում եք, որ մասնագետներ չկան, այո կան, բայց լիքը գյուղեր, համայնքներ, որտեղ մասնագետ կա, բայց հնարավորություն չկա, այդ մասնագետին հնարավորություն տալ, ինքնադրսևորվելու եւ փոխանցելու այնինչ որ մեր ժառանգությունն է, իբրև մշակույթ, այն մշակույթը, որ մեզ դարեր շարունակ եկել պահել է մեզ բերել է մինչև այսօր իբրև հայ։ Դրա համար շատ կարևոր է, երբ որ դուք ներկայացրեցիք մեր կազմակերպությունը Արար հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն է կոչվում։ Այ հենց անվանումից արդեն պարզ է, թե մենք ինչով ենք զբաղվում։ Եվ հավատացեք, մենք սկսել ենք մի գյուղով, այսօր արդեն 46 եւ ավել համայնքներ, որտեղ մենք դեղաբնակ մասնագետներ ենք ճարել, աշխատանքով ենք ապահովել եւ երեխաները անվճար են սովորում։